Եկեք կարճ քննարկենք նաև վերջում քանի որ նորից ասեմ մեր ընկերը բավական լուրջ իրավական հարց բարձրացրեց սրա հետ կապված Սամվել Կարապետյանի հետ կապված այդ Վճռաբեկ դատարանի աճպարարությունը Ես չեմ հետևել Ես կարճ տեսա Արամի գրածը կարծեմ դու նաև լայվ էր ես լայվը լայվը չեմ տեսել Նայ ձեր պրակտիկայում տես դեպք եղել է որ քանի օր տես մի ամսից քիչ ժամկետում Վճռաբեկ դատարանը որոշում կար Չի եղել 3 ամսա վերջի 2-3 օրը մինչև պահում են Ես գործ ունեմ հիմա չեմ էլ ուզում ասել ինչ գործ բայց քաղաքական գործ ունեմ որ վարույթ է ընդունվել Վճռաբեկ դատարանի կողմից պալատն էլ չեմ ուզում ասեմ էական էլ չի 2025 թվականն է չէ 2024 թվականի փետրվարին Մինչև հիմա չկա դատական ակտը մի հատ հասկանանք ես մարտը վերջը հանցագործ էր թե հանցագործ չէր այսինքն մի տարի 10 ամիս բայց մյուս կողմից մենք ունենք 20 օրում Վճռաբեկ դատարանի որոշում, որը անհրաժեշտ էր, որպեսզի կարողանայի Սամվել Կարապետյանի գործով մտնել էլի Մանտային կալանքի երկարացման։ Ինչ են արեն, հիմնավոր կասկածի կտորն է Վճռաբեկը վերացրել, հա, հասկացա։ Դե պարզավ դե ինչ պետք է արեն, այսինքն տեսամ որ արդեն որի որ դատավորն ասում է այդ փողերի լվացման, հարկերի ես նորից էր ասել, չէ, բան հակակոռուպցիոն դատարանը։ Դու Արաչյանը եւ Վերաքննիչը 4 անգամ ասել են որ այ ախպեր ջան, այդ ինչ է խոսել, հիմնավոր կասկած չկա, իհարկե այն մյուս կտորը ասում են որ հիմնավոր կասկած կա այդ մեր ձևով արտահայտության մեջ, բայց փողերի լվացման եւ իսկ դա ինչ էին կպցրել, որովհետեւ կարողանային նախաքննությունը երկար պահել, հակառակ դեպքում պետք է նախաքննությունը արագ ավարտեն, դե ժամկետներ կան էլի։ Էին ասել որ կարողանային հետապնդման ժամկետները Եվ հիմա օգնության հասավ Վճռաբեկ դատարանը կայացրեց նման որոշում, որը այդ գործի վրա չի տարածվում, որտեղ արդեն այդ 2 ամիս անցել է, բայց հետագայում արդեն լուրջ փաստարկ կարող է հանդիսանա։ Հիմա երկուշաբթի օրը նորից կալանքի հարցն ենք գնում։ Մի խոսքով մի քանի գործեր կան, որ ակտիվ փուլում են գտնվում եւ մենք մեր նաեւ գործընկերներին հաջողություն ենք մաղթում, որոնք որ այս քաղաքական հետապնդումների դեմ պայքարում են։ Այո, ամենաշխություն բոլոր քաղաքական բանտարկյալներին ու քաղաքական հալածյալներին։ Մենք ինչով կարողանում ենք իրանց կողքին ենք, ինչով չենք կարողանում թող ներող լինեն։ Այո։ Եվ հուսով ենք ի վերջո մեր կոչերին կանսան ինստիտուցիոնալ քաղաքական միավորները եւ ի վերջո այս հարցերի լուծումները կտան իրենց քաղաքական Ես մի երկու բան եմ ուզում ստեղ ասեմ, հետաքրքիր մեկնաբանությունն եմ կարդում Կարինե Սահակյան օգտատիրոջ կողմից հետաքրքիր բան ասում է դատավոր դառնալուց առաջ 3 ամիս պետք է կալանավայրում տեխնացուն մնա Ես որպես Արդարադատության ակադեմիայի նախկին առաջին ռեկտոր պետք է ասեմ որ մենք ինչ-որ sense բան մտածում էինք գիտեք ժամանակին բայց հետո հասկացանք որ դա արհեստական կլինի էլի որտեղ եթե դու գնում ես տենց որպես ուսումնական պատճառներով թեկուզ բարձա ոչ 3 ամիս մի քանի գուցե նաև օր կամ լրիվ ուրիշ է բայց որ օրինակ իմ կարծիքով պետքա դատավոր ընտրելուց միշտ գործոն լինի որ լավ կլինի մարդը անազատության մեջ մնացած լինի արդարացված լինի եւ դրանից հետո դառնա դատավոր Չէ, ներողություն Անազատության մեջ լինել չլինելու խնդիր չկա Այդ էլ է Մարդը պետք է գիրք կարդացած լինի Նախ պետք է գիրք կարդացած Մարդ պետք է բարոյականության, լավի ու վատի, բարի ու չարու վերաբերյալ այն փոքր ժամանակ, որ տատիկը հեքիաթ էր կարդում, այդ հեքիաթներից գոնե ինչ-որ բաներ ունենա, էլի, ընկալումներ ունենա, որն է բարին, որը չարը Հասկանա ինչի համար է մարդուն ընտանիքից կտրում ուղարկում բանտ Եվ այլն, այսինքն կամ սեփականությունից զրկում կամ էական չի, էլի Ու մենք ամեն անգամ որ խոսում ենք, մարդկանց կարող է թվա, որ դատական համակարգի խնդիրները մենակ քաղաքական գործերին են վերաբերվում, չէ։ Դատական համակարգի խնդիրները վերաբերվում են բոլոր տեսակի գործերին, որովհետև չի կարա դատական համակարգը քաղաքական գործերին արձագանքի անարդարացի կերպով Բայց լրիվ օբյեկտիվ, որակյալ ու բարձր մակարդակի քննություն իրականացնի մնացած ոչ քաղաքական գործեր։ Այսինքն ոչ քաղաքական Եթե ընդհանուր առմամբ համակարգը սկսում է հիվանդանալ, հիվանդանումը ընդհանուր առմամբ տարածվում է իհարկե ամբողջ տարածվում է մյուս բոլոր Բայց մարդու վերջին հույսը, վերջին պատվարը իրավունքի, վերջին, չգիտեմ, այն
խարիսխը, որը իրան պահում է իր պետությունում, որը իրան պահում է ոտքի վրա, որը իր հույսն է, դա դատարանն է։ Գնում հասնում է մարդը դատարան դատավորի առաջ, հույս ունենալով որ դատավորը չի լսում իրան։ Ընդհանրապես զրո էմպաթիա ունի այդ մարդու հարցի նկատմամբ։ Սա էս նորմալ չի ինձ թվում, էլի։ Դրա համար ինձ թվում է պետք չի կալանավայրում անցկացնեն, որ այս ամեն ինչը ունենան, էլի։ Կարինե Սահակյան ջան, մեստեղ չհասկացան։ Ոչինչ, մենք կշարունակենք այս բանավեճը այն ժամանակ, երբ դրա ժամանակը կգա։